Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի Հանրապետության օրվա առիթով։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ Իտալիայի ժողովրդին Իտալիայի ազգային տոնի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է եւ կարեւոր գործընկեր։ Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է տվել Իտալիայի հետ բարեկամական կապերի հետեւողական զարգացմանն ու խորացմանը, հիմնված ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի եւ մեր ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա։ Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում, ներառյալ համագործակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք նոր ձեռքբերումներ արձանագրել, որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի եւ Իտալիայի միջև համագործակցությունը։ Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու եւ առավել մանրամասն քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Մաղթում եմ ձեզ տիկին Մելոնի, քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն եւ երջանկություն»։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինյին ասել է, որ այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու իսկական լծակներ են։ Կապ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, որը բազմաշերտ է, սփյուռք, ասոցիացիաներ, ձեռնարկություններ, բայց նաեւ ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալու ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ։ Այսինքն, ինչպես կարող ենք ամեն մեկս մեր առաջնահերթությունը հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։ Այնինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության, ասել է դեսպանը։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը մշտական է, կայուն է եւ շարունակական։ Գորիս քաղաքում անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին հայտարարել է Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիդ Բերտոլոտին։ Դժվար է գտնել մեր երկու ժողովուրդների բարեկամության եւ սերտ կապերի ավելի գեղեցիկ օրինակ, ասել է նա։ Նա նաեւ շեշտել է, որ այժմ հարկ է ավելի շատ կապեր ստեղծել, փոխադարձ գործողությունն ավելի կառուցված դարձնելու համար։ Հենց այս շրջանակում է եւ այս ոգով էլ կազմակերպվել են այս հանդիպումները, որոնք պետք է ծառայեն որպես գործընկերների միջև շփումների, փորձի փոխանակումների հարթակ Հայաստանի ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելու համընդհանուր ձգտումով, ասել է նա։ Գորիս քաղաքում անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքային ամբողջականության եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Փոխնախարարը բնական եւ սպասելի է համարում Գորիսում Ֆրանսիայի ներկայությունը։ Հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը։ Կոստանյանը շեշտել է, որ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի, նաեւ լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները, սպառնալիքների փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Սա է առաջ շարժվելու մեր տեսլականը եւ այս միջոցառումը Սյունիքում դրա վառ վկայությունն է, ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է. Ղեկավարվելով ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով եւ 2-րդ մասով, ինչպես նաեւ հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան Պրիվոլնոյի սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Տեղափոխվող կենդանիների խմբականակը ուղեկցող փաստաթղթերի, մասնավորապես անասնաբուժական հավաստագրերի ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են։ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հաստատել է կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբականակի համար որևէ փաստաթուղթ չի տրամադրվել։ ՍԱԱՏՄ ուղղակի գործառույթն է ստուգել բոլոր ներկրվող եւ արտահանվող կենդանիների ուղեկցող փաստաթղթերը։ Անհայտ ծագման կենդանիները ենթակա են վերադարձի կամ ոչնչացման, հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT-2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը, անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբականակի մուտքը Հայաստան կասեցվելու է, նշված է տարածված հաղորդագրությունում։ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ ԱՀ-ին ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով 120 միլիոն 926 հազար դրամ գումար։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։ Մասնավորապես ԱՀ-ն այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվով ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ։ Այդ կերպ ստանալով իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները։ Այնուհետև ԱՀ-ն ՆԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ծրագրի շրջանակներում իր կողմից ներկայացված անձանց որպես շահառու հաշվառելու հարցի շուրջ, որից հետո վերջինիս հայտնել է նշված շահառուների տիրապետության տակ գտնվող հողատարածքներում այգիների հիմնման համար կատարված ծախսերի վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնց հիման վրա ՆԲ-ն կազմել է համապատասխան փաստաթղթեր ու ներկայացրել նախարարություն։ Էկոնոմիկայի նախարարության ՊՕԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես կատարված ծախսերի գերագնահատված լինելու պատճառով իրականացված աշխատանքները չեն համապատասխանել ծրագրի պահանջներին, ինչի արդյունքում ԱՀ-ն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը։ Բացի այդ, ԱՀ-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել ու պահել առանձնապես խոշոր չափերով 349 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ ԱՀ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 44-ից 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի առաջին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ ԱՀ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկվող դատախազին, նշված է հաղորդագրությունում։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում մայիսի 30-ից հունիսի 2-ը, համաձայն որի բացահայտվել է 234 հանցագործություն, որոնցից 13-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 3 օրում գրանցված 30 ավտովթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, 53 նստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 31 նկատ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբականակներից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում հունիսի 1-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր, պայմանավորված նիտրատներ ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով։ Ձմերուկի մյուս խմբականակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես, փոխանցում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-ից 42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ստեփան-Զմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են հանրապետության տարածքում հունիսի 5-ից 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ից 4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ սպանսում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ից 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Հունիսի 5-ից 6-ի գիշերը 7-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից 4-ին աստիճանաբար կնվազի 6-ից 9 աստիճանով, հունիսի 5-ից 7-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 6 աստիճանով։